Իսկ մինչ այդ եթե իմ Լոս Անջելեսում կամ ավելի շուտ Գլենդելի տարածքում ապրող ընկերները նկատած կլինեն, որ Հայաստանին զուգահեռ նաև Գլենդելում թեժ ընտրապայքար է գնում, մոտապես նույն թեժությամբ, ինչ որ ասենք Հայաստանում է գնում, իհարկե բնականաբար մասշտաբները ծավալ ուզենանք նայենք այդպեսին չի, որ Հայաստանում է, բայց դե թեժությամբ, եթե ուզենանք ասենք, այդպեսին է։ Ուրեմն հունիսի 7-ին Հայաստանում են ընտրությունները, բայց դրանից 5 օր առաջ հունիսի 2-ին, երեքշաբթի հունիսի 2-ին, իսկ դեպ Հայաստան Միացյալ Նահանգներում ըստ սովորության ընտրությունները ոչ թե շաբաթավերջի արձակօրն են տեղի ունենում, այսինքն կիրակի օր, այլ շաբաթամիջի երեքշաբթի օրերն են նկատի առնվում։ Ուրեմն երեքշաբթի հունիսի 2-ին Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններն են, որտեղ պետք է ընտրվի Գլենդելի քաղաքային նոր խորհուրդ։ Իհարկե այդ խորհուրդը քաղաքական բնույթ չունի, ավելի շատ քաղաքի կառավարման հարցերով է զբաղվում, բայց այս անգամվա ընտրությունը կարևոր է, քանի որ 3 թափուր տեղեր կան եւ 3 թափուր տեղերը պետք է զբաղեցնեն ընտրություն կատարվի դրանց համար։ Ինչպես Հայաստանում, որ հիմա ասենք այդ ղեկը ստանձնելու համար 19 քաղաքական ուժեր հայտ են ներկայացել, ինչպես սկզբում էլ ասեցի լայվին, մի խոշոր մասը ձայներ ապօշիացնելու եւ հարվածելու է մյուսներին, այդպիսով խանգարելու է որպեսզի ճիշտ ընտրություն կատարի եւ դրանից ինչ որ ուրիշ մեկերն են շահելու հիմա Հայաստանի դեպքում Նիկոլը։ Այստեղ էլ Գլենդելում էլ մոտապես նույն իրավիճակն է, որովհետեւ բազմաթիվ տեխնացուներ կան եւ դրանց մի խոշոր մասը 90%-ը հայեր են, որոնք այդ 3 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել եւ հաստատ ձայն չեն շահելու եւ հաստատ չեն կարողանալու անցնել եւ հիմնականում ձայների փոշիացման այդպես համակարգ կլինելու, որի արդյունքում այդ 3 տեղերը հայերը կորցնելու են եւ ինչ որ ասենք օտարազգիներ կարող են ընտրվել այդ աթոռների վրա, որը բնականաբար եթե հայ ընտրվում այդտեղ մեծամասնությունը լինում են հայեր, բնականաբար մեր հայկական հարցերը հայ համայնքի հետ կապված խնդիրները շատ ավելի արդյունավետ է լինում ուրեմն առաջ տանել եւ իրականություն դարձնել։ Ինչպես ցանկացած ընտրություններ Գլենդելու այս բաժինը հատկապես մեր իմ Գլենդելում ինձ լսող ընկերներին ուղղված, բարեկամներին ուղղված, հետևորդներին ուղղված, հայ դատը ունի իր աջակցության ցուցակը ինչպես միշտ եւ այդ աջակցության ցուցակում տարբեր պաշտոնների համար ընտրություններ կատարվելու են, ես չգիտեմ, քաղաքի գանձապահությունը, մեյոր բան, այդպես ասած, քալի Լոս Անջելեսի մեյոր բան, դրանք այդքան էլ գուցե երկրորդական լինեն, կարևորը Գլենդելի քաղաքային խորհրդի կամ ավագան, ինչպես Հայաստանում ասում, ընտրությունների հարցն է, այդ 3 տեղերի համար հայ դատը ուրեմն իր աջակցությունն է հայտնել ուրեմն Էվելին Սարյանին, Վրեժ Աղաջանյանին եւ Ռոնի Ղարեբյանին։ Էվելին Սարյանը մեծ բայրար Մայք Սարյանի կինն է, որի բարոյությունների հետ դուք կարծում եմ ծանոթ եք, պատերազմի ժամանակ մեծ մեծականակ, այդպես ասած, նվիրատվություններ կատարեց պատերազմի շրջանում բժշկական սարքերի միջոցով, ինքը հիմնականում այդ աշխատանքով է զբաղված։ Եվ ցավոք սրտի բժշկական սարքերը եկան մնացին Հայաստանի մաքսային ծառայություններում եւ հետո մի հատ ցավալի օր ինքը նկատեց, որ դրանք դուրս են հանվում եւ վաճառվում են առանց իր կարծիքը հասնելու, քանի որ ինքը դրանք նվիրաբերել էր որպեսզի ծառայեն բժշկական կենտրոններում զինծառայողներին, բայց հանել էի վաճառում էին։ Ամեն դեպքում ինքը իր բայրարությամբ ուզեցի մի հատ պատկերացում կազմել ում մասն ենք խոսում, Էվելին Սարյանը Մայք Սարյանի կինն է, որ իր հայտնա ներկայացրել ուրեմն ընտրությունների համար եւ հայդատ իրեն աջակցում է։ Վրեժ Աղաջանյանը մեզ մոտ հերոս ալիքի ինքը ինժեներ է մասնագիտությամբ, բայց նաև երկար տարիներ այստեղ ճանաչված է որպես հեռուստահաղորդավար, ունի իր սեփական ալիքը AIBC անունով եւ շատ հարամաչելի կերպով ժողովրդին տեղյակ ապահում առօրյա հարցերի մասին Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում, նա նույնպես վայելում է ուրեմն աջակցությունը։ Իդեպ Էվելինա Սարյանը առաջին անգամն է, որ հայտ է ներկայացրել քաղաքային խորհրդին մասնակցելու համար, բայց Վրեժ Աղաջանյանը մի քանի անգամ ընտրությունների մասնակցել է, մի շրջանում քաղաքային խորհրդի անդամ լինելու բախն է ունեցել, նաև եղել է քաղաքապետ 1 տարվա համար Գլենդելում գիտեք, քաղաքապետության պաշտոնը 1 տարի է եւ այդպես ասած քաղաքային խորհրդի անդամների մեջ այդպես պատտվում է եւ այդ 1 տարին որ իրեն բախտը վճարվեց, եթե չեմ սխալվում, COVID-ի տարին էր, շատ լուսանցքում մնաց իր կատարած աշխատանքը ցավոք սրտի, բայց ես իրեն մոտիկից ճանաչում եմ չափազանց հարգելի անձ է եւ խորհուրդ տամ անպայման ձայն տալ իրեն եւ Ռոնի Ղարեբյանը, ով զբաղված է աշխարհ գույքի այդպես ասած աշխատանքներով, մանրամասվածածին եկեղեցու խորհրդում աշխատանք կատարել որպես խորհրդի անդամ
այս երեքին հիմնականում հայդատը սատարել է եւ ես խորհուրդ եմ տալիս կամ խնդրում եմ սերի Գլենդելում բնակվող, տարածքում բնակվող եւ քվարկող իմ ընկերներին, բարեկամներին, հետևորդներին, որ ձեր ձայնը կենտրոնացեք այս 3 անձի վրա։ Կան մարդիկ այս ցանկի մեջ, որոնք շատ ցանկություն ունեին, որ հայդատը իրենց աջակցություն հայտնի, բայց դուրս մնացին իրենց գործնորոշան կապակցությամբ, քանի որ վայելելով հայդատի աջակցությունը որևիցե այդպես ասած դրական աշխատանք իրենցից չնկատվեց եւ դուրս մնացին։ Հիմա անունները չտամ, որպեսզի նաեւ դրանց հետ քաղաքապետ, նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամներ Հիմա շատերը կարող են, պես ասած, երբ խոսում ենք հայդատի աջակցության մասին, ինձի ասում են, դե հայդատը ինչպիսի կշիռ է ներկայացնում, հիմա ինչ տարբերություն ունի, ինչքան ձայն, ով կտա, ինչ կլինի, այդ մեծ փոփոխություն չի լինելու, բայց այդպես չի, ինչու այդպես չի, քանի որ հենց այս քանի օրերի քարոզության ընթացքում մենք տեսանք, որ հայդատի այդ լոգոն, հայդատի աջակցությունը հենց մեր Գլենդելի տարածքում ինչպիսի նշանակություն է ներկայացնում, այն աստիճանի, որ շատերը փորձեցին այդպես ասած միջև այդ հստակ աջակցությունների հայտարարությունը մի տեսակ հայդատին դնել կատարված փաստի դիմաց, փորձել իրենց հայտարարությունների մեջ ինչ-որ առնչություն ներկայացնել իրենց եւ հայդատի մեջ, փորձել հայդատի անունը շահարկել, այնպիսի տպավորություն ստեղծելով, որ իրենք էլ են նաեւ հայդատի տեխնացուները, բայց դե հիմա արդեն հստակ ցանկը գոյություն ունի եւ մեկ անգամ եւս ես ասում եմ, որ որևիցե ուրիշ հայտարարություն իզորու չէ եւ հայդատը շատ հստակ կերպով Գլենդելի քաղաքային խորհրդի համար 3 հոգու աջակցում Էվելին Սարյան, Վրեժ Աղաջանյան եւ Ռոնի Ղարեբյան, որոնց դուք կարող եք գնալ եւ ձեր ձայնը տալ։ Ես վստահ եմ, որ այդպես Հայաստանի ընտրություններում նաեւ Գլենդելում այս ընտրությունները թեժ են լինելու, մեր համայնքում նույնիսկ հիմա հենց այն կեղտոտ քարոզչությունը, որ ասենք Երևանում, Հայաստանում ընտրությունների ժամանակ մյուս տեխնացուների կապակցությամբ նիկոլական շրջանակների կողմից իրականացվում է նման մակարդակի քարոզչություն կամ հակաքարոզչություն, ճշմարտաբար այստեղ մեզ մոտ էլ է փորձում կատարվել, հիմա չմտնեմ մանրամասնությունների մեջ, քանի որ ասենք գուցե Հայաստանի մեր ունկնդիների համար դա շատ հետաքրքիր չլինի, բայց մեկ ուզում եմ ասել, որտեղ որ ընտրություն կա, այդ երևույթները կան, բայց կարևոր է նա, որ մենք կարողանանք ճիշտ մտածել, ճիշտ դատել եւ ճիշտ որոշում կայացնել, քանի որ մեր ճակատագիրը, բոլորիս ճակատագիրը, մեր երեխաների ճակատագիրը, մեր հայրենիքի ճակատագիրը երբեմն կախում ունի հենց այդ մեկ ձայնից, որ դուք տալիս եք ընտրությունների, մասնակցում եք ընտրությունների, բայց այդ ձայնը տալիս եք եւ մասնակցում եք ընտրությունների ինչ որ մեկի ընտրում։